Բարև ձեզ ժողովուրդ ջան, ես այսօր կխոսամ մի թեմայի մասին, որ երևի մոտավոր մի ամիս կլինի արդեն իմ կրտսեր քույրը էֆիր է անում և մի անասունի ծնունդ, ասենց ասեմ, գալիս է անընդհատ իր տիկտոկյան էֆիրը նկարում, հետո այդ նկարած վիդեոները տեղադրում իր էջում ու բան անում ու տակը վատ բաներ գրում։ Հիմա հարց եմ ուղղում քեզ այ վիժվածք, այդ աղջիկը քեզ ինչ է արել, որ դու գալիս ես իր էֆիրը հարամանում այ անասունի ծնունդ։ Ես չգիտեմ ինչ բառեր նկարագրեմ քեզ, թե ինչի ես տենց սրբապղծություն անում այ ոչխարի ծնունդ։ Ես կուզեի երկու ավել բառ ասեի քեզ, պրոստը չեմ ուզում ուղղակի բերանը կեղտոտեմ, խելք է արի, հասկացի ինչ ես անում այ անասունի ծնունդ, մահացած աղբոր վրով ես ստից բաներ հորինում, իր փոքր երեխու վրով ես ստից բաներ հորինում, այ անասունի ծնունդ, ես չգիտեմ դու ով ես, բայց լավ իմացի, որ քեզ գտնելու ենք, քեզնով զբաղվողներ կան արդեն, ով որ պետք է քեզնով զբաղվում է, ու շատ քիչ է մնացել քեզ այ վիժվաճկի ծնունդ, դու ես քո արածները չես մարսելու, էդի լավ հիշի, էդի ես եմ քեզ խոսք տալի, ես իմանալու եմ դու ով ես ու գալու եմ հենց տանդ մեջ, քեզ մորթեմ, բառից բուն իմաստում, այ չմո, քո արածը ստորություն, այ ոչխար, քանի շուտ է խելքդ գլուխդ հավաքի, Աստված կանչի, ես քեզ չգտնեմ հանկարծ, շատ վատ է լինելու քո համար էդի, ես քեզ խոսք եմ տալի, անասունի ծնունդ ես դու, պրյամով ասում եմ ես քեզ, թե անմեղ երեխուն ինչի ես կպնում, զոհված աղբորը ինչի ես կպնում, այ անասունի ծնունդ, ես քեզ հարց եմ տալի, այդ աղջիկը քեզ ինչ է արել, որ անընդհատ գալիս ես իր էֆիրը քո ներկայությամբ հարամ անում, այս սրբապիղծ, դու սրբություն հարգել չգիտես, դու չգիտես սրբությունը ինչ բան է վաբշե, դու էդի չունես, դու անսիրտ ես, թքեմ ես քո երեսին, այսքանը էլ եմ որ, բայց լավ իմացի, ես քեզ ասում եմ, քեզնով զբաղվողներ կան ու շատ քիչ է մնացել, ու աղոթի դու, որ չընկնես իմ ձեռը, որ ընկար շատ վատ ալնելու քո համար էդի ես եմ քեզ խոսք տալի, իմանալու եմ ով ես, գալում